Հայաստան-Եվրամիություն վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկից ի վեր շոշափելի առաջընթաց կա։ Այսպես է գնահատում հայկական կողմը։ Եվրամիության ներքին գործերի ու միգրացիայի հանձնակատար Մագնուս Բրուներն ասում է, որ համագործակցությունը լավ ընթացքի մեջ է, դրական արդյունք կա, բայց անելիքներ էլ դեռ կան։ Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը Եվրամիությունը Հայաստանին է փոխանցել 2025-ի նոյեմբերին։ Այս ընթացքում կատարված աշխատանքները գոհացնում է ԵՄ հանձնակատարին։ Բարեփոխումները շարունակական դարձնելու ճիշտ պահն է, ասաց նա, հայտնելով, որ հաջորդ փուլում արդեն կլինի վիզաների ազատականացման գործողությունների առաջընթացի զեկույցը։ Նախատեսված է, որ Եվրամիությունն այն կներկայացնի մայիսի 5-ին Եվրամիություն-Հայաստան գագաթնաժողովի ժամանակ։ Մինչև այդ էլ Եվրամիությունը տարբեր ուղղություններով կշարունակի գործնական աջակցությունը, քանի որ Հայաստանի Հանրապետությունը կարևոր գործընկեր է ցանկացած ուղղությամբ համագործակցությունն առավել խորացնելու առումով, ասաց Եվրամիության հանձնակատարը։ Հայաստանը միակ երկիրն է, որի հետ Եվրոպական միությունը այժմ վարում է վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն։ Սա ես դիտարկում եմ որպես հնարավորություն տարբեր ոլորտներում բացելու դռներն ավելի սերտ հարաբերությունների համար։ Քննարկեցինք հրաշալի առաջընթացը, որ Հայաստանը գրանցել է վիզաների ազատականացման ուղղությամբ։ Շատ կարևոր է, որ առաջընթացը շատ կայուն է։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի խոսքով Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է վիզաների ազատականացմանը այն տրամաբանության մեջ, որ Հայաստանը մտել է երկխոսության փուլ գործընկերների հետ, այսինքն կա կամ արտահայտություն վիզաների ազատականացման երկխոսություն սկսելու եւ կատարելու այն բոլոր միջոցառումները, որոնք գործընկերների համար կարևոր կլինեն այս երկխոսությունը տրամաբանական հանգուցալուծման հասցնելու տեսանկյունից։ Այս համատեքստում նախարարը հիշեցրեց, որ կենսաչափական անձնագրերի համակարգը Հայաստանում կգործի 2026 թվականի աշնանը, երբ քաղաքացիները կստանան բիոմետրիկ անձնագրեր։ Ինչու են կարևոր ռեֆորմներ, որովհետև անձի ինքնությանը վերաբերող ավելի շատ process-ի հետ գործ ունենք եւ այստեղ շատ կարևոր է, որ թե Հայաստանի Հանրապետությունը եւ թե նաեւ Եվրոպական միությունը վստահ լինի, որ մարդկային շարժի շրջանակներում մենք հստակ գիտենք, թե որ անձի շարժի մասին ենք խոսում եւ ինքնության տարբեր կեղծիքները կկարողանանք ակնհայտորեն բացահայտել եւ հետագայում նաեւ գնալ բացառման տրամաբանության մեջ եւ այսպես շարունակ։ Նախարարը նկատեց, որ առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգը ևս էական նշանակություն ունի վիզաների ազատականացման հնարավորությունը ճիշտ օգտագործելու համատեքստում։ Այժմ քննարկվում է նաև սահմանների համալիր կառավարման կոնցեպտը։ Այս առումով նախարարը հավաստիացրեց, որ բոլոր խնդիրները գույքագրված են, լուծումները նախանշված, իսկ կառավարությունը հետևողականորեն գնալու է դրանց կատարման ճանապարհով։ Թեև կազատականացվեն վիզաները, ժամկետներ ներքին գործերի նախարարը չնշեց, հստակեցրեց սակայն, որ այդ տեսանկյունից խնդիրը Հայաստանի դաշտում է, պայմանավորված գործողությունների ծրագրի իրականացման արագությունից։ Ինչքան արագ մենք կկարողանանք եւ ինչքան որակով մենք կկարողանանք իրականացնել գործողությունների ծրագրում նախատեսված միջոցառումները, որևէ ժամկետային սահմանափակում որևէ ձևով գործընկերների կողմից տրամադրված գործողությունների ծրագրում չկա, այսինքն հայկական կողմից է կախված, թե այս գործողությունները ինչ ժամկետում կիրականացվեն։ Նախարարի փոխանցմամբ հայկական կողմը նաև ճանապարհային քարտեզ է մշակում Հայաստանի կառույցների համար ինստիտուցիոնալ մեխանիզմները ձևավորելու համար։ Այդտեղ կլինեն վերջնաժամկետներ, թե որ գործողությունը երբ է նախատեսվում ավարտել։ Կարվի ամեն ինչ, որ քաղաքացիները վիզաների ազատականացման երկխոսության արդյունքները հնարավորինս շուտ տեսնեն, վստահեցրեց նախարարը։ Ամբողջ ծրագիրն ըստ էության Հայաստանի Հանրապետությունում տարբեր ոլորտներով նոր ստանդարտ բերելն է, մեր քաղաքացիների կյանքի որակը ավելի բարելավելն է եւ հետեւապես մենք ջանք չենք խնայելու այս տեսանկյունից։ Ակնկալվում է, որ առաջընթացի մասին զեկույցը Եվրամիությունը կներկայացնի առաջիկա մայիսին։ Երկուստեք վստահություն կա, որ արդյունքները գոհացուցիչ կլինեն։ Այսօրվա քննարկումներն են նման վստահություն ձևավորել, եզրափակեց ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Կարեն Ղազարյան, Ռադիոլուր։